In progress. Ես իմ սիրելի YouTube-յան հետևորդներ, ձեր ծովինար տարո թվաբանն է։ Այսօր ես որոշել եմ, որպեսզի մենք խոսենք մոլորակների մասին։ Չգիտեմ, ձեզ երևում է թե ոչ, հիմա մտնեմ մի հատ իմ դոկումենտները, այսպես։ Մոլորակներից առաջինը դա քրոսկոմներ ենք երևում է։ Մոլորակներից առաջինը դա արևն է, տեսնենք, որ քաշել եմ նկատները, այս ինչով բացենք մենք սա, թայլթով երեք, ահա մի փոքր ասնենք, սա արևն է, մի րոպե, ուրեմն ջոյտիշ լսած կլինեք վեդայական երթվա հոգեբանության մեջ ես խոսում ենք բոլոր թվերից, իրենց մոլորակներն ասելով, դա նաև մենք խոսում ենք երկու որ վեդայական ասացության մեջ է, ջոյտիշն է, այսպես է կոչվում։ Ես ուզում եմ փոքր այսօր ձեր հետ խոսել ուրեմն արևից, արևը դա Սուրիան է, վեդայական աստղաբանությամբ տեսնում եք, այստեղ չգիտեմ ձեզ երևում է թե ոչ, ես պատիվից տվել եմ, պատի որ երևա, սա Սուրիան է, որը որ պատասխանատու է, բնութագրում է ձեր հորը, ընդհանրապես ինչի հետ կապ ունի, այստեղ արևը դա հոգևոր ուժի հետ կապ ունի, այստեղ կառավարում է հենց հոգևոր ուժը, մարդու հաջողությունը, պատասխանատու է արևը ուրեմն առատաձեռնության, ուրախության, ունակության, ինչու՞ չէ, մարդկանց երջանկությամբ պարգևելու եւ քաջության եւ ուրեմն մեծահոգության համար, առատաձեռնության ևս։ Կապը ունի հոր հետ արևը, որովհետեւ դա տղամարդու էներգիա է, որ հետ հարաբերությունները, եղբոր հետ հարաբերությունները, ինչու՞ չէ ամուսնու հետ հարաբերությունները, ընդհանրապես տղամարդկանց հետ հարաբերությունները, որովհետև ինքը տղամարդու էներգիայի հետ մեծ կապ ունի, ինչպես նաև մարդու տեսողության եւ մարսողության հետ կապ ունի։ Հիմա անցնենք երկրորդը։ Երկրորդը դա ուրեմն Չանդրան է, լուսինը, որը կապ ունի մոր հետ։ Տեսնենք այստեղ, կապույտի մեջ եմ նկարը, ես սիրում եմ այս գույնը, կապույտի մեջ եմ նկարը դրել, այստեղ լուսինը տեսնում եք, խնդրե հետո գրեք երևացել է նկարները, թե ոչ, լուսինը դա կառավարում է մարդու զգացմունքները, հույզերը, այս ուրեմն մոլորակը, հին հնդկական միթոլոգիայի մեջ լուսինը դա Չանդրան է, որը պատասխանատու է մոր հետ հարաբերությունների, էմոցիաների, հեղուկների, ճանապարհորդությունների, մտքի, այստեղ խաղաղության հետ կապ ունի մտքի, երջանկության զգացման, փոփոխականության հետ կապ ունի, կանացիության, հոգատարության, եւ մայրության համար, այստեղ կարող է ներառել նաև իր մեջ նաև գյուղատնտեսության հետ կապված ոլորտները։ Անցնենք հաջորդը դա Մարսն է, նկարները նկարել եմ, չգիտեմ ձեզ երևում է, սա Մարսն է, մենք տեսնում ենք կարմիրի մեջ, Մարսը դա մանգալն է, որը պատասխանատու է մոլորակը, քաջության հետ, կրքի հետ, վեճերի հետ, պատերազմի հետ, չէ՞ որ Մարսը ինքը նաև պատերազմի հետ կապ ունի, դժբախտ պատահարների հետ կապ ունի, կրտսեր եղբայրների, կրակի, այրվածքների, զենքերի եւ հողատարածքների հետ բռնության մասին էլ է այստեղ խոսում։ Այստեղ կապ ունի անշարժ գույքի եւ հողատարածքների հետ, մետաղների հետ, կրակի հետ մեծ կապ ունի, մեքենաների եւ մեխանիզմների հետ կապ ունի մանգալը, այսինքն Մարսը, նաև ինչ որ գործունեության հետ էլ կապ,
Սա ինչ է նշանակում, որ նշանակում է վճռական եւ համարձակ գործողություններ, պատերազմ եւ այստեղ տղամարդկանց հետ առնչվող ինչ-որ ոլորտներ կարող է լինել, այսինքն կապ ունի նաեւ տեսողության հետ, որպեսզի դուք հասկանաք։ Հաջորդը անցնենք դա այսօր նաեւ խոսելու եմ վերջ Ռախուի եւ Կետուի մասին, անցնենք առաջ։ Եվ նկարը բավական գեղեցիկ եմ ընտրել, սա Բուդդան է, հա, հնդկական հին վեդայական միֆոլոգիայում, այստեղ կառավարում է Մերկուրին, ոչ շատ մարդիկ չգիտեն, Մերկուրին նաև ստի հետ կապ ունի, սա էլ ասեմ, որ իմանաք։ Այստեղ կառավարում է բնական մարդու միտքը եւ խոսքը, պատասխանատու է տրամաբանական մտածողության, հաղորդակցման, գիտության եւ առևտրի, ֆինանսական գործարքների, հումորի, հա, զգացման, գրականության, դասախոսություն գրելու, աստղագիտական, ինչու՞ չէ, կամ աստղագիտության, պոեզիայի, ուսման եւ թվերի հետ աշխատանքի համար, բացասական, եթե մարդու մոտ դա բացասական է, այս մոլորակը դրսևորվում, դա կարող է կապ ունենալ խաբեության հետ, կեղծարարության հետ եւ խարդախության հետ։ Այս մասին շատ քչերն են խոսում եւ ես կցանկանայի, որպեսզի դուք իմանաք։ Անցնենք հաջորդը, դա Յուպիտերն է։ Յուպիտերը դա գուրուն է, տեսնում ենք, հա, գեղեցիկ փիղն է եւ այստեղ վաղ գուրուն է նստած, հետաքրքիր։ Յուպիտերը ինչից կարող է խոսել։ Յուպիտերը կառավարում է գիտելիքների եւ հաջողության մասին, այստեղ խոսում պատասխանատու է Յուպիտեր մոլորակը հոգեվոր գիտելիքների, մարդու կյանքի նպատակների, բարեկեցության, բարոյականության եւ լավատեսության համար։ Այստեղ կարելի ասել, որ բավականին մեծ կապ ունի այստեղ հեռավոր ճանապարհորդությունները, նվիրվածությունը, օրենքի եւ ավանդույթների պահպանման հետ։ Այստեղ կարող է ներառել իր մեջ նաեւ չմոռանանք, որ Յուպիտերը դա կրոնն է, այսպես տարբեր կրոններ կարող են նաեւ լինել։ Նաեւ դասավանդման հետ կապ ունի Յուպիտերը, գուրուների, կներեք, նաև փիլիսոփայության հետ կապ ունի դասական, այստեղ կարող եմ ասել դասավանդման, երեխաների հետ կապ ունի աշխատանքը, խորհրդատվական գործողությունների, գործունեության հետ կապ ունի, իրավունքի եւ իրավաբանական ոլորտների հետ կապ ունի։ Անցնենք հաջորդը, հաջորդ մոլորակը դա Վեներան է, սիրո, հա, այստեղ Վեներան Շուկրան են, չգիտեմ, ձեզ նկարը երևում է, թե ոչ, ես դրել եմ, մեկ-մեկի մոտ խնդիրներ լինում է, կապված էս Wi-Fi-ի հետ, կապերի հետ, ամենայն դեպս կտեսնենք երևացել է, թե ոչ։ Այստեղ ուրեմն Վեներան մեծ կապ ունի, որտեղ որ Վեներա մոլորակը կառավարում է մեր ցանկությունների եւ ձգողականության հետ։ Այստեղ պատասխանատու է Վեներա մոլորակը սիրո, գեղեցկության, կրքի եւ ներդաշնակության եւ արվեստի համար, հա։ Ինչ կարող է նվիրել Վեներան գեղեցկություն, հա, ներդաշնակություն, բացություն մարդուն, հաճույք, քնքշություն, երիտասարդություն եւ առնչվող այստեղ միգուցե ոչ թե միայն բարեկեցությունը, այլ նաեւ կապ ունի կանանց հետ այստեղ առնչվող ինչ-որ գործունեության, արվեստի կամ տարբեր տեսակների, խոսքի օրինակ ռոմանտիկայի հետ էլ կապ ունի, հա, ռոմանտիկ հարաբերությունների հետ, զարդերի գեղեցիկ իրերի հետ, ասեմ, որ Վեներան դա նաեւ կապ ունի ինչպես Լուսինը, հա, արծաթի հետ, մետաղը։ Բավական գեղեցիկ իրերի հետ, նրբաճաշակության հետ, նկարչության հետ կապ ունի, երաժշտության, պոեզիայի, երկարվեստի հանդեպ այստեղ ունակություն ունեցող նաև մարդկանց հետ կապ ունի։ Անցնենք հաջորդը, դա Սատուրն է, տարիքով այսպիսի մարդիկ կստացի լինում են բավականին ոսկորոտ, այս է,
Սա արդեն Սատուրնն է, մենք տեսնում ենք այստեղ սև գույնը պարտադիր նշված է, որը նման է աղոնիկի, ինչու չէ, բայց սև գույնը Սատուրնի, միշտ իմացեք, դրանք ագրավներն են։ Եվ սայլակին գեղեցիկ շքեղ նստած է հենց ինքը շանին։ Ինչ կարող է իրենից ներկայացնել Սատուրն մոլորակը, կառավարում է այստեղ կարգապահությունը, պատասխանատվությունը, համբերատարությունը, համբերությունը։ Սատուրնը կապ ունի կարմայի և կյանքի դասերի հետ։ Այստեղ պատասխանատու է աշխատանքի ծառայության, դժվարությունների հետ կապ ունի հաղթահարման, սահմանափակումների, արդարադատության, արդարության, ծերության և այստեղ երկարաժամկետ արդյունքների համար։ Նաև այստեղ կապ ունի ծանր աշխատանքով, մետաղներով, գյուղատնտեսության հետ էլ կապ ունի, շինարարության և հասարակության ցածր խավերի ծառայելու հետ։ Շատ հետաքրքիր է, անցնենք հաջորդը։ Հաջորդը դա կետուն է, ներողություն, Ռահուն է, տեսնում եք։ Ռախուն գլուխ ունի այստեղ, բայց կետուն դա կոչվում է դրակոնի պոչը, ինքը գլուխ չունի։ Չգիտեմ, այստեղ ձեզ երևում է թե չէ սուրը ձեռքը, մյուս կողմը սենց հետաքրքիր նշաններ կա, այստեղ սիմվոլներ, որոնք միֆոլոգիայում բավականին հետաքրքիր նկարները դրել են և պատմությունն էլ բավականին հարուստ է, իրականության հետ, որ մենք բնութագրում ենք։ Ռահուն ճիշտ է ինքը չի երևում, վերևում երկնքում, բայց իրենք էլ են մոլորակներ։ Սրանք էլ ինչպես արևն ու լուսինը հայրը և մայր, այնպես էլ Ռախուն և Կետուն։ Ռախուն դա 7-ն է վեդայական թվահոգեբանությամբ, իսկ Կետուն դա ներողություն, Ռահուն դա 4-ն է վեդայական թվահոգեբանությամբ, իսկ Կետուն դա 7-ն է։ Սա իմացեք։ Նաև մարդու մութ մտքերի հետ կապ ունի, այն ինչ մարդ կարա մտածի, կարմայի հետ կապ ունի և այլն։ Ընդհանրապես Ռահուն ինչի հետ կապ ունի։ Այստեղ Ռահուն պատասխանատու է նյութական ցանկությունների, փառասիրության, օտար երկրների, նորարարություններից, ինչ չէ, տեխնոլոգիաների, քաղաքականության, զանգվածային ազդեցության և այստեղ ինչ-որ անսովոր փորձառությունների համար։ Եվ այստեղ ինչն է հետաքրքիր, որ կարող է ուժեղացնի իր ձգտումները, բայց նաև բերել պատրանքներ, կախվածություններ և մոլորություններ մարդուն։ Չմոռանանք, որ Ռախուն ինքը կապ ունի նաև դիվային ուժերի հետ։ Նայած մարդու մտքում ինչ կա, Ռախուն էլ կարող է տալ քեզ ֆինանսային հաջողություններ, բայց մեկ է, Վայլուբոմը նա ինչ-որ բան վերցնելու է քեզանից հետագայում, տալով քեզ հասնելու փառքի և այլ, բայց դա ունենալու է նաև արժեք։ Անցնենք հաջորդին, դա ուրեմն այստեղ կետուն է, այստեղ ես գլուխը կա, բայց ընդհանրապես գլուխը չի լինում իրա կետուի, լինում է պոչը, այստեղ ոնց որ մարմինը ասում են դրակոնի պոչ, ինչ շատ հետաքրքիր է, սիմվոլներն էլ, ամեն ինչն էլ միֆոլոգիայում, շատ հետաքրքիր մոլորակ է, կապված է հոգևոր մարդու զարգացման, հրաժարման, ներքին իմաստության հետ կապ ունի, միստիկայի, ինտուիցիայի և անցյալի կարմայի հետ կապ ունի։ Այո։ Այստեղ նպաստում է ինքնաճանաչմանը, մարդուն, մեդիտացիաներին, գաղտնի ինչ-որ գիտելիքների հետ կապ ունի և ազատագրմանը նյութական կապանքներից։ Իսկ եթե մարդը բացասական դրսևորման մեջ է, այստեղ կարող է բերել ուրեմն կետուն մեկուսացում մարդու մոտ, անորոշություն կամ ինչ-որ ներքին անհանգստություն, որովհետև մարդու մոտ մտքերը կարող են լինել բավականին հենց բացասականի մեջ, վատ արտահայտված, դա հենց ուրեմն կետուն է անում։ Ասեմ, որ իմանաք, որովհետև միգուցե այստեղ ինչ-որ կարմիկ բաներ կան և դու կարող ես նույն գործողությունը կատարել և մնալ նույն տեղում։
Սա կարմիչսկի է գալիս, ես խորհուրդ կտայի ընդհանրապես, եթե ձեզ մոտ ասենք աստղաբանական քարտեզում վեդայական դուք նայում եք ձեր նատալ քարտը, այստեղ Ռախուն եւ Կետուն նայած, որտեղ են դինում ձեր այդ նատալ քարտի մեջ եւ այստեղ պարտադիր դուք պետք է մասնագետները նայեն, հասկանան, թե որը ինչ է բերում ձեզ Կետուն, ինչով է խանգարում ձեզ, կամ միգուցե կա կարմայական այդպես ինչ-որ բաներ, որտեղ որ դուք պետք է ուրեմն ոչ թե բացասական ծրագրով գնաք, այլ ինչ-որ կարմայական բան փակեք ձեր մոտ, նույն սխալները, այսինքն չկրկնեք։ Սրա մասին է խոսքը, որովհետև հենց այնպես չի լինում այդ կարմայական իրադարձությունները կրկնվող, սրա մասին էլ է խոսքը ձեր կյանքում, որպեսզի դուք հետագայում դա հասկանաք եւ որպեսզի դա հետագայում ձեր կյանքում չկրկնվի։ Հասկացաք, սիրելի հետևորդներ, մի փոքր ինֆորմացիա ես ցանկացա ձեզ տալ, չգիտեմ, երևում է ձեզ, չէր երևում, բայց ամենայն դեպս հետագայում կաշխատեմ, որպեսզի մնալու է այստեղ այս ամեն ինչը, որովհետև իմ ֆայլերն են դրանք կան, նկարները ես պահել եմ, մի օր ցույց կտամ ձեզ։ Ամենայն դեպս միշտ ինձ մոտ պահպանվում է մոլորակների նկարները, Ռահուն, Կետուն, հա։ Այսքանով կավարտենք իմ աշխատանքը, մաղթում եմ բոլորից լավ օր, այսօր բավականին շատ լավ օր է, հանգիստ օր է եղել եւ եղեք ձեր ընտանիքի անդամների հետ, ձեր ծնողների, ձեր մայրիկների հետ։ Այսօր այսքան լավ եղեք։